Մի արևմուտք, որը 1953 թվականին ժողովրդավարական ձևով ընտրված պրեմիեր մինիստրին Իրանի տապալեց եւ բերեց շահին։ Դուք այդ արևմուտքի մասին եք խոսում, որ Բրիտանիան եւ Ամերիկան իմջալուց հիմա են խոսում շահի Ժահրանգի հետ, որ իրան հետ բերեն։ Ռազա Փալավի որդու է։ Մի արևմուտք, որ ամբողջ Լատին Ամերիկայում հեղաշրջումներ էր կատարում դեմոկրատական ընտրված լիդերների դեմ, օրինակ Սալվադոր Ալիենդեն Չիլիում, որին խեղդեցին, կարծեմ բանով ՑՌՈ-ի օգնությամբ։ Այդ նույն արևմուտքը հայտի Պինոչետը։ Պինոչետը, որը Չիլի Գիտլերն էր, որը մարդկանց սաղ-սաղ թաղում էր, որը մարդկանց շղթաների մեջ տանում ուղղաթիռներից գցում էր օվկիանոս, բայց դա Ամերիկայի դաշնակիցն էր, այսինքն եկեք բան նաիվ չլինենք միամիտ։ Այն արևմուտքը, որը հանգիստ նայում է 60,000 պաղեստինցի մայր եւ երեխա ոնց են սպանվում Իսրայելի կողմից եւ փող է տալիս դրան։ Այն արևմուտքը, որը Սիրիայում բերեց լիբերալ դեմոկրատ տերորիստներ իշխանության։ Մենք ուղիղ եթերում մարդ սպանող այո, ուրիշ ուղիղ եթերում մարդու գլուխ կտրող սիրտ հանող մարդը դարավ գնաց գեղեցկության սրահ, դուրս եկավ, դարավ լիբերալ դեմոկրատ հաբեկիչ։ Գնաց Սպիտակ տանը հանդիպեց Ամերիկայի պրեզիդենտին, Ալ-Կաիդայի անդամը, որը սպանել է 3000 ամերիկացի սեպտեմբերի 11-ին իմ աչքերի առաջ Նյու Յորքում։ Այդ մարդու գլխին դնում են $10 միլիոն bounty, ոնց է հայերեն, գլխավճար, չգիտեմ ոնց է դա հայերեն, գլխագին, այո։ Ու դրանից հետո այդ մարդուն դառնում են լիբերալ։ Գիտեք ինչ, բոլոր երկրները ունեն ցինիկ արտաքին քաղաքականություն, որտեղ արտաքին քաղաքականությունը դա բլոտի կամ պրեֆերանսի պես խաղ է, դուք չպետք է բողոքեք, որ ձեզ խափում են, էմոցիոնալ չկա, բայց այսպես գեղեցիկ խոսալ եւ այսպիսի տգեղ բաներ անել, դա արևմտյան բան է, այսինքն այդ իրանց գեղեցիկ խոսքերը, իրենց այդ լիբերալ դեմոկրատական այդ բաները, միֆերը բախվում են իրենց ռեալ գործողությունների։ Հələ արևմտյան հասկացա, բայց մարդու ձեռքից թե խլում են իր սեփականությունն, որոնք խոսքը խոշոր ինվեստիցիայի մասին է, ապա վաղը ցանկացած մեկը որ Հայաստանում ներդրում պիտի անի, պիտի 48 անգամ մտածի արժե ներդրում անի։ Շատ ճիշտ ասացիք, որովհետև վստահությունը իհարկե շատ կընկնի։ Փողը հանգստություն է, չէ՞, սիրո վստահություն է սիրո։ Վստահություն, կանխատեսելիություն, ստաբիլ կայուն վիճակ, սա նախ խախտում է, գիտեք, արևմուտքի համար սուրբ բան է մասնավոր ունեցվածքը, մասնավոր գույքը իրենց համար սուրբություն է, ամերիկացիների, անգլիացիների համար չի կարելի մարդուց խլել իր գույքը։ Այստեղ դա մեզ չի հասնում, տեսնում եք, որ դա էլ են ընդունում։ Այո, ապագայում սա նշանակում է, որ ներդրումները կտուժեն, այստեղ շատ ավելի քիչ մարդ կուզենա ինչ-որ բան ներդրի,